Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ Արդյոք մասնակցելու եք 2026-ի խորհրդարանական ընտրություններին Գելափի հայաստանյան գրասենյակի այս հարցին են պատասխանել Հայաստանի քաղաքացիները։ Հունիսի 7-ի ընտրությանը միանշանակ մասնակցելու է հարցվածների 59.3%-ը։ Ծաղիկներից բացի արդեն նաև հայաստանյան Միրգ բանջարեղենի հետ կապված խնդիրները նկատել Ռոսսելխոզնադզորը։ Ըստ գործակալության հայկական ձեռնարկություններում ստուգումները կշարունակվեն եւս մեկ շաբաթ։ Իդեպ ՌԻԱ Նովոստիի տվյալներով Հայաստանը կզրկվի ծաղիկների արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 90%-ից, եթե կորցնի ռուսական շուկան։ Իսկ գնաճը Հայաստանում շարունակվում է 2026-ի ապրիլին 2025-ի ապրիլի համեմատ գնաճը հաստատվել է 5.3, իսկ նախորդ ամսվա համեմատ 1.3% մակարդակում։ Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 9.5%, ամենաբարձր գնաճը դիտվել է Վանաձորում։ Համաձայն վիճակագրական տվյալների 2026-ի առաջին երամսյակում մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 307,000 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճերով 2.9%-ով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2026-ի առաջին երամսյակում Երևանում գրանցվել է անշարժ գույքի առքովաճառքի 6745 գործարք, 3 անգամ ավելի, քան մարզերում։ Երևանի կենտրոն համայնքում բնակարանի 1 քառակուսի մետրի գինը 2026-ի առաջին երամսյակում կազմել է մոտ 908,000 դրամ։ Ամենաէժան բնակարանները գրանցվել են Ուբարաշենում 1 քառակուսի մետրի գինը կազմել է ընդամենը 249,000 դրամ։ Եվ վերջում հայաստանյան 1000 խոշոր հարկ վճարողներից 809 տեղակայված են մայրաքաղաքում։ Նրանց պետբյուջե փոխանցած հարկերի ծավալը կազմել է շուրջ 380 միլիարդ դրամ։ Երևանից հետո վճարած հարկերի ծավալով երկրորդը Կոտայքի մարզն է, երրորդը Արարատի մարզը։